Ողջույն Դավիթ ջան, Բարի օր, ողջույն։ բարի երեկո նաև մեր սիրելի դիտորդներին, հետևորդներին։ Շնորհակալ եմ կրկին հյուրընկալվելու համար եւ կարծում եմ այսօր էլ հետաքրքիր զրույց կունենանք։ Իսկ զրույցը որպեսզի հետաքրքիր դառնա, սկսեմ առաջին հարցից։ Մեր ունկնդիրը հարցնում է. Ադամի եւ Եվայի հետ կապված ինչու էր արգելված այն պտուղը, որ պետք է նրանք ուտեին, եւ ինչ է, եթե ուտեին, ապա պետք է մեռնեին, իսկ եթե չուտեին, ինչ է լինելու նրանց հետ։ Ու sense հետաքրքիր հարց է տվել, ես փորձեցի հիշելով, որտեվ իմեջում էին գրել այդ հարցը, չեմ գրել մոտս, բայց հիշելով վերարտադրեցի։ Այսինքն ինչ կլիներ, եթե չուտեին այդ պտուղը, իսկ ինչու էր ասում մի կերեք, որտեվ եթե ուտեք, պետք է մեռնեք։ Իհարկե, այս մասին մեր հանդիպումներում անդրադարձել ենք, խոսել ենք, մի փոքր կրկնության նման գուցե լինի, բայց եթե հարցը կա, ուրեմն պետք է անպայման անդրադառնալ այդ հարցին, որտեղ հետևորդներին գուցե ընկալելի չի եղել կամ ցանկություն կա նորից լսելու, չգիտեմ։ Ամենայն դեպս, ինչ վերաբերվում է պտուղ ուտելուն, ավելի կոնկրետ ինչ կլիներ իրենց հետ, արդյոք կմահանային թե չէին մահանա, առաջին հերթին շատ կարևորում եմ, որ նորից վերընթերցվի Գիրք ծննդոցի այդ հատվածները, սկզբի հատվածները, որտեղ գրված է նյութական աշխարհի առողջականության մասին, նաև նյութական մարդու անցած этаպի արարման եւ անցած этаպի մասին։ Այսինքն տվյալ Աստվածը Բարսյալ Արարիչի հետ կապ չունի։ Բարձյալ Արարիչի հետ այնքանով կապ ունի, որքանով Արարչի կողմից ստեղծված է ցանկացած աստվածություն, ինչպես ամեն ինչ, ինչ մեր շրջապատում է, վերջացրած մեզանից։ Եվ առհասարակ Աստված չի նշանակում Արարիչ։ Աստվածները կարող են արարել եւ ունեն արարչականության հնարավորություն, բայց Քրիստոսի ներկայացրած հայրը, Քրիստոսի հայրը, ում ներկայացուցիչն էր Քրիստոս, դա տիեզերքի արարիչն էր, որի շնորհիվ արարվեց տիեզերքում ամենը, սկսած աստվածներից, վերջացրած քար ու թփով, եւ ամենը գոյություն չեն ունենա առանց տվյալ արարչական էներգիայի։ Սա այս մասով, բայց հարցը դրա մասին չէր, հարցը նրա մասին էր, թե արդյոք ուտելուց կմահանային, թե չէին մահանա, ինչպես հասկացա, բայց շատ կարևորում եմ այդ հատվածը վերընթերցելը հետևորդների կողմից, որովհետև որ չերևա թե ինձանից հորինում եմ կամ իմ անձնական կարծիքն եմ ասում, քանզի այնտեղ շատ հետաքրքիր եւ նոր ձևով գրված է այդ ամենի մասին, բայց մեկնությունների շնորհիվ հազարամյակներ շարունակ մենք ունենք այլ ընկալում այդ տեքստերի հետ կապված։ Ընթերցում ենք մեկ բան, ընկալում ենք մեկ այլ բան։ Ինչ վերաբերում է գրքում գրվածով, ոչ ծննդոց գրքում նշված մարդը իր վերջին ծննդով, այսպես եմ ասում, որովհետև միայն ծննդոց գրքում 2 անգամ է մարդու ծնունդի մասին խոսում, ոչ թե 1, բայց իրականում 3 անգամ է խոսում, երրորդը ավելի աննկատ է, երրորդի մասին կխոսեմ մի փոքր, եւ նկատել է պետք, բայց մենք այդ ամենը չնկատելով ընդունում ենք, որ մեկ անգամ մարդը ստեղծվեց հողից, կավից, կողքից ստեղծվեց Եվան եւ ունենք են ինչ որ ունենք։ Այո, այդ թյուր մտայնությունը կա, որ առաջին մարդիկ եղել են Ադամն ու Եվան,
Մինչդեռ ես կարծում եմ, որ նրանցից առաջել են եւս եղել մարդիկ եւ նրանցով չի, որ աշխարհը լցվել է։ Սևակ ջան, սկսենք նրանից, որ հիմա խոսում ենք Ադամ Եվայի ծագումնաբանությունից, Ադամ Եվան առասարակ խորհրդանիշ են, առաջին մարդու խորհրդանիշներն են իրանք, հա, կամ որպես խորհրդանիշ կարող ենք իրանց ընկալել, եւ այդ գրվածքից ենք խոսում, որի մեջ ներկայացված է մարդկային ամենաառաջին այսպես կոչված մեղքը, որը ըստ իս դա մեղք չէր առաջին մեղք ուրիշ տեղ էր թաքնված։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ իրանք կմահանային թե չէ, ոչ, իրանք ստեղծվել էին հենց մահկանացու, գրքի մեջ գրված է այդպես։ Եվ այն թույլ ըմբռնում է, որ մեկնվում է մեզ, եթե պտուղը չուտեին, իրանք անմահ կմնային, իսկ պտուղ ուտելու արդյունքում իրանք դարձան մահկանացու եւ մահվան խորհրդանիշը, որ Աստված ասում է կմեռնեք, հենց դա է, որ իրանք դարձան մահկանացու, դա այդպես չէ, որովհետեւ եթե մարդը, որի մասին գրված է Ծննդոց գրքում, եթե մարդը մահկանացու չլիներ, այդ դեպքում իմաստը չէր լինի այդ աստվածության այն խոսքի, որ ասում է պտուղը կերավ Ադամ եւ դարձավ աստվածների պես բարին ու չարը ճանաչող, հիմա իրան հանեմ Եդեմի պարտեզից, որ հանկարծ ձեռքը չերկարացնի եւ հավերժության ծառից էլ չուտի, թե չկենաց ծառից էլ որ ուտի, հավերժ կապրի։ Եվ այդ պատճառով հանում է Եդեմի պարտեզից։ Եթե մարդը չլիներ մահկանացու, այդ մտավախությունը չէր լինի, որ հանկարծ պտուղից չուտի, որ հավերժ չապրի աստվածների պես։ Եթե մահկանացու չէր, այլ հավերժ կյանք ունեցող էր, արդեն իմաստն էլ չուներ, թե այդ պտուղ ուտելու կամ վախ ունենալու, որ հանկարծ մարդը հավերժ չապրի։ Դա ցույց է տալիս, որ գործ ունենք հենց այն աստվածության հետ, որն ինքն իր համար ասում է ես նախանձոտ աստված եմ եւ վրիժառուխ աստված եմ, այսինքն նյութական դաշտի ստեղծող աստվածության հետ գործ ունենք, որը հենց տվյալ Դավիթ Քրիստոսով ներկայանում է, բոլորին ուզում է տանի այդ մի աստվածության մոտ եւ ասում է վերադարձեք միակ Աստծուն եւ վախենում անունը տա, ասում է մեզ արգելված անունը տալ եւ վախենալով ասում է դե մնացածը չասեմ։ Սևակ ջան, ինչ վերաբերվում է որ չի կարելի աստվածներ անուն տալ, ցանկացած աստվածության անուն չի կարելի պատահական եւ ամենտեղ տալ, դա ճիշտ է։ Իհարկե։ Ինչ վերաբերում է տվյալ անձնավորությանը, իր մասին խոսել ենք, մեր ժամանակը թանկ է, չարժի տրամադրել։ Ուղղակի, տենց իմիջիալոց դա ասեցի, նպատակը իրա որտեղ է տանում։ Իսկ հարցի պատասխանը հենց նա է, որ մարդը այս աշխարհում ծնված մարդը ինքը ստեղծվեց հենց մահկանացու եւ պարտեզից վտարման պատճառը ոչ թե միայն պտուղ ուտելն էր, այլ պատճառը նա էր, որ հանկարծ մարդը չուտի եւ հավերժության պտուղը ու հավերժ չապրի հանկարծ։ Ինչի համար, որովհետեւ ինքը ունենալով բարին ու չարը ճանաչելու գիտակցություն, ինչպես աստվածները, որի մասին գրված է այնտեղ, եթե հավերժության պտուղ ուտեր, ինքը կլիներ աստվածների պես եւ ավելի բարձր էակ, որովհետեւ մարդն իր մեջ աստվածներից բացի տիեզերքի ամեն մի մասնիկն է պարունակում, որին նախանձով են մոտենում ցանկացած աստվածություն։ Եվ այդ պատճառով մարդը վտարվեց։ Այստեղից հետևություն, որ երբ օձը ասում է կերեք այս պտուղից, որովհետև դուք չեք մեռնի, այլ կճանաչեք բարին ու չարը, ինչպես աստվածները, այստեղից հետևություն, որ օձը չէր սխալվում, եւ օձը ավելի ճշմարտացել, օձը ասելով չպատկերացնենք առաջին հերթին կենդանի այն օձը, որի մասին գիտենք, օձը դա շատ կարևոր խորհրդանիշ է,
շատ կարևոր խորագիտության խորհրդանիշն է եւ Հիսուսն է ասում հենց Եղեղեցի պես խորագետ պատահական չի որ Հիսուսը օծի խորագիտությանը մեծ տեղ է տալիս եւ պարզվում է որ տվյալ աստվածյան խոսքը եթե համատենք օծի խոսքի հետ պարզվում է որ օծը ավելի ճիշտ դուրս եկավ որտեղ իրոք մարդը չմահացավ եւ ինքը պատրաստ էր նույնիսկ հավերժ դառնալուն, եթե իրեն չվտարեին այդ տարածքից, այնպես որ ընկալումը սխալ է, որ առաջին մեղքը այդ պտուղը ուտելն էր։ Ասեմ ավելին, առաջին մեղքը հենց կատարվում է թող դա լինի թեկուզ անձնական դիտարկումս, անձնական կարծիքս, ես ոչ մեկին չհամոզեմ իմ խոսքով, բայց ըստ գրվածքի եմ ասում, առաջի մեղքը դա եղբայրասպանությունն էր հենց առաջին Աբելի ու Կայենի դրվագը, որին դրդողը հենց նույն աստվածությունն էր։ Ինչպես Հիսուսն ասում է, իմ հայրը ոչ մի զոհի կարիք չի զգում, հա, այսինքն զոհաբերությունները դա Հիսուսի ներկայացած հորը չեն ուղղված։ Իսկ տվյալ աստվածությունը, որ վտարեց Ադամ Եվային, հենց ինքը պահանջեց զոհաբերություն եւ նվիրատվություն եւ արեստածին ձևով ստեղծելով նախանց մարդարած մեջ դրդեց եղբայրասպանության։ Ամբողջ խնդիրը նրանում է մենք ինչքանով ենք ճիշտ կարողանում կարդալ տեքստը եւ անցալել ճիշտ։ Եթե մենք չենք կարդում, ուղղակի տրվում ենք Ֆանատիզմին Իմանցինի մեկնություններին, մեր ճանաչողական դաշտը այդքան առողջ չի մնա։ Ամենայն դեպս անցալումները ճիշտ չեն լինի։ Գուցե եւ ճիշտ լինեն, ով իմանա։ Շատ կարևոր է նման հարցերի շուրջ մանրակրկտորեն ուսումնասիրել, ամբիցիաները կողքի դրած, գիտակից էմոցիոնալ դաշտը կողքի դրած, այո, եւ գիտակցաբար մոտենալ։ Այդպես Սևակ ջան, ինչ վերաբերվում էր հարցին, հարցի պատասխանը թող այդպես հնչի եւ այն հատվածը թե որտեղ է նշված մարդու երրորդ ծնունդը, այդ մասին կցանկանայի հուշել մի փոքր, նոր հետո հասնել առաջ։ Երրորդ ծնունդի հետ կապված նշվում է վտարման հատվածում, երբ ասվում է եւ նրանց, այսինքն Ադամին ու Եվային, կաշվե շորեր հագցրեց, կաշվե հագուստ հագցրեց ու դուրս հանեց։ Շատերը ընկալում են կաշվե հագուստը կենդանական մորթուց հագուստ, բայց ամենևին դա այդպես չի։ Կաշվե հագուստը դա այն մաշկն է, այն հագուստն է, այն նյութական մարմինն է, որը հիմա մարդը ունի։ Իսկ մինչ դա մարդը ավելի նուրբ դաշտի ներկայացուցիչ էր։ Այդ չեմ խոսում ամենաառաջի այս աշխարհից վրա ամենաառաջին ծնունդի մասին, որի համար գրված է, որ մարդը ստեղծվեց արու եվեկ, այսինքն միասնական աստվածային էակ որպես, որից հետո երկրորդ ծնունդում ինքը ստեղծվեց հողից եւ իրենից բաժանվեց կինը Եվան, այսինքն բաժանվեց մարդը, երկաթվեց, երկու մասի բաժանվեց, ուժը որոշ առումով թուլանալով եւ երրորդ ծնունդի խորհրդանիշը դա էր, որ կաշվե հագուստ հագավ մարդը Եդեմից դուրս գալուց առաջ։ Ինչ վերաբերվում է օծի խորհրդանիշին, օծի խորհրդանիշը շատ կարևոր խորհրդանիշ է, տարբեր կրոններում հանդիպող, իսկ քրիստոնեության մեջ էլ շատ կարևոր դեր ունի։ Միանգամից քարկոծել օծի խորհրդանիշին այդքան էլ առողջ չի, այն դեպքում նույնիսկ երբ քարկոծողները, այսինքն կրոնի դաշտի ներկայացուցիչները իրենց ձեռքը բռնում են օծակերպ կամ վիշապակերպ գավազաններ։ Իհարկե վիշապն ու օծը կարող եք նույն հոգևոր դաշտի ներկայացուցիչներին հարցնել, իրանք էլ կասեն, որ օծն ու վիշապը դրանք նույն
կերպարներն ու խորհրդանիշն են, նույնիսկ իրենց գաղափարներում, եւ ունենալով ձեռքում հատկապես ծեսերի ժամանակ այդ գավազանը որևէ մի բան խորհրդանշ չէ, պատահականություններ չեն լինում։ Էլ չխոսենք այն մասին, որ թե Մովսեսն էր գավազանը վերածում օձի, թե Եգիպտոսում էր օձը պաշտամունքային կենդանի, թե Հիսուսի խոսքը, որ ասում է եղեք օձի պես խորագետ, չնայած ինչպես Չինացիները նույնպես ունեն վիշապի այո, պաշտամունք, չնայած Տուբա է ինչպես դու կոչվում շատ քաղաքը։ անգամ վերջերս սիրում ես ցիտել այն մարդու խոսքը, ում մասին որ խոսում էինք անցած անգամ, որ ինքը ասում է Շակերտներում ասած Դավիթ Քրիստոսով ներկայանում է կիսով չափ հայ, կիսով չափ հրեա եւ ասում է այո, չկա մեկը, որի նման կարող ապացուցի Աստվածաշնչով իմ ճշմարիտ ծագումը եւ ես եմ այո, հատկիչը։ այդ մարդու մասին էր խոսքը, որը ասում էր Հիսուսը ինչ որ օծի որդի, իհարկե այդ օծի խորհրդանշը կապ չունի իր ասածի հետ, որտեղ Քրիստոսը դա արարչական ներկայացուցիչ է եւ արարչի որդու մասին ենք խոսում։ Իսկ օծը լավագույն դեպքում մենք որպես խորագիտության խորհրդանիշ ենք ընդունում։ Որպես խորագիտության խորհրդանիշ է օծը, իհարկե Հիսուսն էլ ասում է եղեք օծի պես խորագետ։ Խորագետ լինելը դա մեծ քայլ է դեպի Քրիստոսասման ճանապարհին, բայց տվյալ անձնավորությունը այլ բան նկատի ունի իր խոսքով ասելով, դրա համար էլ Նա ները համարում է Հիսուսին եւ որպես հակաքրիստոս ներկայացնում է Հիսուսի կերպարը։ Այո, դրա համար էլ ուղղակի ինչի շեշտեցի այդ մարդու խոսքը այս բանը, որ հանկարծ դիտորդները, լսողները, մեզ հետևորդները չխառնեն այդ մարդու խոսքը, մտածեն, որ մենք էլ փորձում ենք նույն բան ասել, ոչ, օծի խորհրդանիշ շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, բայց պետք է ամեն ինչը իր դերում այլ եւ դիտարկել։ Բացի դա օծի խորհրդանիշը ունենք բժշկության մեջ, օծի խորհրդանիշը ունենք նաև օծի կերպարով ներկայացվում է մարդու ողնաշարում գտնվող էներգիաների, հա, Կունդալինի էներգիայի կունդալինի օծը, հա, այդ էներգիաների շարվածքն է կոչվում կունդալինի օծ, եւ օծի հետ կապված շատ թաքնագիտական շերտեր կան, գաղափարներ եւ գիտելիքներ կան։ Այնպես որ միանգամից կարդալ ծննդոցի մեջի օծի կերպարի հատվածը եւ քարկոծել քննադատել այդքան էլ խելամիտ չի եւ պատահական չի, որ օծի կերպարն է այնտեղ ներկայացված, որովհետեւ օծը թաքնագիտական շերտերում մեծ դեր ունենալով եւ լինելով խորագիտության խորհրդանիշ պետք է ինչ-որ մի հատվածում, հատկապես սկզբնական հատվածում օծի դերը, օծի կերպարի դերը, հա, այդ խորհրդանիշի դերը ցածրացնել եւ ամբողջ մի մեծ մեղք վերագրել այդ խորհրդանիշին, որտեղ եթե չլինի այդպես, այդ դեպքում մարդիկ ավելի մեծ ուշադրությամբ կհետևեն Հիսուսի այն խոսքին, որ ասում է եղեք օծի պես խորագետ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շնորհակալություն եղբայր այս թեմային անդրադառնալու համար, կարծում եմ սա օգտակար կլինի մեր դիտորդների համար։ Եվ մի բան էլ ավելացնեմ, Սևակ ջան, այն հատվածը, որ ծննդոցի մեջ նույնիսկ ասում է կնոջն է ասում է եւ օծը կխայտի քո գարշապարը եւ դու կտրորես նրա, կջախջախես նրա գլուխը։ Այդ ամենը ոչ մի բան պատահական չի, այդ ոչ մի խոսք պատահական չի, որովհետեւ քանի որ մարդը բաժանվեց երկու մասի, նյութական դաշտի եւ հոգեվոր դաշտի բաժանում տեղի ունեցավ, կինը ավելի նյութի դաշտի հատվածը ներկայացուցիչ լինելով հանդերձ, բնականաբար պետք է իրեն տրվեր ավելի խորագիտությանը ոտնահարելու պրոցեսը կամ տրորելու, ջախջախելու պրոցեսը։ Այդ առաջադրան, այո, այդ անեծքի տեսքով, որ դա տրվեց կնոջ, իհարկե բոլոր կանանց մասին չի խոսքը, Քավլիցի,
դա խորհրդանիշներ են ընդամենը, խորհրդանիշն էր, որ նյութի դաշտի ավելի կրող մասնավորությունը պետք է միշտ Հակամարտության մեջ պետք լինի է միշտ հորդորի ջախջախողը լինի խորագիտության, ավելի արտահայտիչ դա երևում է մեր կյանքում, եթե տղամարդը օրինակ դրվում է ինքնաճանաչման ճանապարհին, հիմնականում կանայք կողակիցները ավելի նյութական դաշտի կրող լինելով հանդերձ, սկսում են մատերի արանքով նայել իրենց կողակցի արած քայլերին եւ փորձում են ամենուչ ողորթող լինել, որովհետև մի կողմից դա լավ է, որովհետև կինը լավ գիտես աշխարհում ոնց է պետք հաջողությունների հասնել ի տարբերություն տղամարդու, բայց մի կողմից էլ ճնշող դեր է տանում, որովհետև տղամարդը ինքը ուզում է ինչ-որ մի ճշմարտություն գտնի, փնտրող է ինքը առհասարակ, տղամարդը դրսի մարդ է, ոնց որ ասում են, եւ անդադ այդ փնտրտուքների մեջ լինելով հանդերձ վերադառնալուց, եթե նյութական հաջողություններ չի ունենում, բայց ավելի գիտակցական աճի եւ հաջողությունների մեջ է, միշտ այդ ճնշումը ստանում է հատկապես իր կողակցի կողմից եւ դրանով, այսպես ասած, այդ խորագիտությունը միշտ ոտնահարվում կամ ջախջախվում է տվյալ տղամարդու մեջ։ Իհարկե, շատ տղամարդիկ էլ ջախջախողի դեր են տանում, շատ հրեղ են դաշտի ներկայացուցիչ կանանց համար կամ ընդհանրապես իրանց ընկերների, ովքեր ինքնաճանաչման ճանապարհին են։ Դա էլ ինչի համար այսի, որովհետև նյութական դաշտի ներկայացուցիչները միայն կանայք չեն, ընդհանրապես այն մարդիկ են, ովքեր անգիտակից ձևով են փորձում իրենց կյանքը ապրել։ Դավիթ ջան, շնորհակալություն, շատ հետաքրքիր էր այդ թեման։ Եվ մեր հաջորդ ունկնդիրը հարցնում է կոդ դա Վինչիի մասին, դա Վինչիի կոդը, հայտային նկարը, որտեղ Քրիստոսի վերջին ընթրիքն է։ Կարծում եմ երկար չենք կարող ծավալվել, բայց մի երկու բառով կարելի է սրան անդրադառնալ եւ քո տեսակետը եւս հետաքրքիր կլինի։ Մեզ Դավիթ ջան, սիրով քո դիտարկումները եւս լսենք։ Առհասարակ Լեոնարդո դա Վինչին բոլորս գիտենք, որ ինքը ավելի միստիկ դաշտի ներկայացուցիչ էր, թաքնագիտությունների հետ առնչվող, ինքը ավելի այդ դաշտերի հետ աշխատող մարդ էր, քան նկարիչ կամ արվեստագետ, թե բժշկության մեջ, թե զինագործության մեջ տարբեր ուսումնասիրություններ ունի արած, թաքնագիտական շերտերում ինքը բացահայտումներ ուներ, վերջի վերջո այն ժամանակներում, երբ ապրում էր Լեոնարդո դա Վինչին եւ տվյալ սերունդը, ինչպես լավ գիտենք, գիգանտներ տվեց, վերածննդի շրջանը, վաղ վերածննդի կամ միջին վերածննդի ժամանակաշրջանը, այդ գիգանտները պատահական չէին, այդ ժամանակներում դեռ այդքան աղավաղված չէին այն տեքստերը, որի մասին մենք խոսում ենք եւ որի մասին խոսելու կարիք կա հիմա, եւ տվյալ մարդկանց մոտ ավելի ինֆորմացիան, տեղեկությունը ավելի մաքրամաքուր ձևով էր հասած եւ հենց այդ ժամանակներում էր, որ աղավաղվան եզրին էր կամ աղավաղվելու ճանապարհին էր այս ամենը, որտեղ միջնադարում ձևավորվեց մեզ հասած հիմիկվա տեղեկություններն ու ընդունված գրքերը։ Ինչ եմ այսքան ասում, որտեղ Լեոնարդո դա Վինչին ի տարբերություն այժմյան մարդու կամ այժմյան փնտրողի, որովհետև դա Վինչին իր ժամանակների փնտրողն էր, իր համար համեմատական տանենք այժմյան փնտրողներին, իր գործը ավելի դյուրին էր եւ հեշտ երևի կարելի է այսպես ասել, քան հիմիկվա փնտրողների, որտեղ այժմ մեր ժամանակներում շատ է աղավաղումներ արված, իսկ դա Վինչին ավելի մեծ հնարավորություն էր ճշմարտությունը ճանաչելու եւ իր աշխատանքների մեջ դա Վինչին տեսնելով իհարկե որ կատարվում են մեծ փոփոխություններ եւ չէր կարող բացահայտ
ներկայացնել իր ստեղծագործությունների մեջ բավականին շատ հուշումներ է տալիս, ինչպես հեքիաթներում ու առակներում են թաքնված, Կոդավորված։ կարող ենք այդպես ասել, կոդավորված։ Հիմա շատ մասնագետներ կան, որ բացում են այդ կոդերը, այդ թաքնված շերտերը, խոսում են այդ մասին եւ կարիքը չկա կրկնվելու, բայց մի բանում վստահ եմ կամ հավատացած, որ Լեոնարդո դա Վինչին նման մեծ գիգանտը շատ ավելի քիչ հավանական էր սխալվելու, քան այժմյան ցանկացած բարձրաստիճան որևէ կրոնական եւ պատահական չի, որ մարդ փորձելով նման թաքնագիտական շերտեր ստեղծագործության միջոցով փոխանցի, իմանալով, որ կարող են իրեն գլխատել։ Նշանակում է պատճառը կար, շատ կարևոր պատճառը կար, որ որոշակի բաներ էր փոխանցում։ Ինչ վերաբերվում է Այդ վերջին հայտնի ընթրիքի հայտնի աշխատանքին, այդ աշխատանքի հետ կապված ֆիլմեր էլ կան նկարած, հաղորդումներ էլ։ Այո, Լեոնարդո դա Վինչին հուշումներ է արել Հիսուսի այն կյանքի հատվածների մասին, որի մասին չի խոսում, նույնիսկ մերժվում է այն մարդկանց խոսքը, ովքեր փորձում են ինչ-որ բան ասեն, այդ պատճառով կարծում եմ կարիք էլ չկա, որ մենք փորձենք ապացուցել կամ ինչ-որ կարծիքներ հայտնել։ Ամենայն դեպս, եթե որևէ մեկը կցանկանա, ինքը կգտնի այդ պատասխանները, համոզված եմ, որ կգտնի, որովհետև այդ պատասխանները կան։ Եվ շատ կարևորում եմ չխոսել այդ մասին, նաև մի մեծ պատճառով, որովհետև պետք է որ գաղտնի մնա շատ բաներ։ Հակառակ դեպքում այդ գանձերը կգտնվեն գանձակողերի կողմից եւ կվերացվեն դաժանաբար։ Եվ ամբողջ ինկվիզիցիայի ժամանակաշրջանում իր ողջ դաժան գործողությունների միջոցով հենց այդ նպատակը ուներ գտնելու տվյալ գանձերը, թե մարդու, թե գիտելիքի տեսքով եւ վերացնելու, որովհետեւ նման ճանաչողություն ունեցող մարդը երբեք չէր կարող անհնարին կլիներ ղեկավարվի որևէ ուժերի կողմից, դա կլինի եկեղեցիական, կրոնական, քաղաքական, թե կապ չունի ինչ ուժ կլինի։ Իսկ չղեկավարվող կամ մարդը, ում որ անհնար է ղեկավարել, այդ մարդը շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում ինքն իրենից այս աշխարհի ղեկավարների համար։ Իսկ դա գիտակից, ազնիվ եւ պարզ մարդն է։ Իդեմս նաև հենց Քրիստոսի դրա համար էլ իրաց դուրը չէր գալիս տվյալ դաշտի ներկայացուցիչների ամեն ջանը որ արանքից անեին։ Ավելի գերադասում եմ մի նախադասությամբ կամ երկու նախադասությամբ այլ ձև ներկայացնել այդ ամենը, այդ մարդու տեսակը, որի մասին այդքան խոսվում է, հա, դա հենց պարզ մարդն է եւ աշխարհում ամենաթանկ մարդ կոչվածի տեսակը դա պարզ ու ազնիվ մնացած մարդն է, դա կլինի հողագործ, հովիվ, ծրագրավորող եւ կապ չունի իր մասնագիտությամբ, բայց կարևորը պարզ ու մաքուր մարդը, դա ամենամեծ վտանգավոր ուժն է աշխարհի, նյութական աշխարհի ղեկավարող ուժերի համար։ Դա է նաև պատճառը, որ կյանքը այսքան հեշտացնելու անվան տակ բարդացվում է, մենք ամեն մի քայլի համար պետք է պատասխան տանք, տեղյակ պահենք, ստորագրություն թողնենք, իրավունք չենք ունենում, թվում է, թե մեր կյանքը հեշտացված է տեխնիկական առումով, բայց մեր ամեն մի քայլը հետևում է, մենք որևէ ակետից մեկետ գնալու համար պետք է ստորագրություններ, համաձայնություններ, անձնագրերով ինչ-որ փաստաթղթեր լրացնենք եւ այլ եւ այլ։ Համարակալում են այսօրվա մարդուն։ Այսինքն դա չի թողում, որ մարդը մնա պարզ իր մաքուր դաշտում։ Իսկ ինչպես ասվեց, պարզ մարդը դա հենց Քրիստոսի ներկայացրած էակն է, որն իր մեջ պարունակում է
այն լույսը, որի կարիք ունես աշխարհը։ Իսկ ինչ վերաբերվում է Հիսուսի հետ կապված որոշակի այն շերտերին, որի մասին խոսում էր Դա Վինչին, կարծում եմ մեր կարծիքը հայտնել այդքան էլ իմաստ չունենա եւ ճիշտ չի լինի, թող մարդիկ նայեն Դա Վինչիի նկարները, ուսումնասիրեն, թեկուզ կարող են նայել Դա Վինչիի մասին հրաշալի ներկայացնող ֆիլմեր, որոնք շատ են տարածված YouTube-յան ալիքներով, բայց իրենց բանատեղ դնող չկա, որովհետև մարդիկ սովոր են ավելի խաբվելու process-ին։ Ընդհանրապես այժմյան մարդը սիրում է, երբ իրեն խաբում են, դա իրեն դուր է գալիս։ Ինչպես կասել հենց Խաբում Մարկ եւ վախացնում է։ Դժբախտաբար, բայց դա 21-րդ դարի մարդուն շատ հաճելի գործողություն է։ Եվ այո, հենց ինչպես կասել Մարկ Տվենը, մարդկանց ավելի հեշտ է խաբել, քան համոզել, որ իրենք խաբված են։ Այո, ճիշտ ես նկատել, Դավիթ ջան, որ միշտ պարզ ու շիտակ մաքուր մարդու դեմ է ուղղված եղել այս Միշտ։ կռիվը։ Միշտ այ որպեսի դարձնեն ավելի ծածկամիտ, ավելի սենց ոչ ուղիղ, ոչ շիտակ, եւ Քրիստոս հենց դրա դեմ էր ընդվզում, եւ դրա համար, որպեսի նրանք հասկացան, որ մարդը կարող է վերադառնալ, գրվեց հայտնությունը, որպեսի կոդավորեն մարդկանց, կապելով նորից Քրիստոսի հետ, կոդավորեն մարդկանց, որպեսի զրկեն այդ ինքնաճանաչումից, զրկեն այդ շիտակ լինելուց, ինչը որ տվյալ հրեայի դաշտի ներկայացուցիչը կապում է Քրիստոսի վատ համբավի հետ եւ ասում է 5 կտակարանում այդպիսի բաներ չկան, այս նորում է, ուրեմն Հիսուսը վատ նոուցի որդի է, բայց չհասկացան այդ ինչի են ուզում Քրիստոսի հայտնվելուց հետո նման ծրագիր ակտիվացնեն, որ գիտակցության մարդը չհասցնի գա, չբացի իր մեջ Սևակյան, առաջին հերթին մի լավ լուր ասեմ։ Սիրով, Եթե գոյություն ունեն նման մարդիկ ու շատանում են գնալով, դա խոսում է այն մասին, որ մաքուր ու ազնիվ մարդու քանակը գուցեև շատանում է, որովհետև նման արձագանքներ լինում են միայն այն ժամանակ, երբ վախ կա, մտավախություն կա, որ կարող է պարտվեն իրանք։ այո, շատ Երկրորդ լավ ուրախալի լուրը, որ քանի դեռ մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում, պատերազմներ, կատակլիզմներ, ինչպես տեսնում ենք, շատ դժբախտ դեպքեր, որոնք շրջապատում են մեզ, բայց այդ ամենը նաև ցույց է տալիս, որ այս աշխարհում դեռ կա այդ պարզ մարդկային էներգիան ու ուժը, որի դեմ ելել են այդ պատերազմներով ու այդ ամեն մի խառնաշփոթությամբ։ Հակառակ դեպքում, եթե մաքուր մարդու տեսակը մնացած չլիներ, այդ ամենն էլ չէր լինի, ընդհանրապես այո, քնած ռոբոտացված ձևով, լավագույն դեպքում բնազդային եւ անջատված ձևով մարդկային կերպարներ կապրեն այստեղ, ուրիշ ոչ մի ձև։ Եթե կա այդ ամենը, դա նշանակում է, որ կա նաև մաքուր մարդու տեսակը, որի ներկայացուցիչն էր մեզ բոլորիս հայտնի Քրիստոսը եւ նման լուսավոր էակներ։ Այսինքն, եթե կա պայքար, ուրեմն պայքարի երկու կողմներ գոյություն ունեն։ Ընտրությունը մերն է, մենք որ կողմի ներկայացուցիչն ենք կամ որ կողմի թևը կուզենք բռնել, որ կողմին կցանկանանք սերունդ տալ, ոչ թե սպասելով, այլ մեր ներսը մաքրելով, ազնվությունը շտկելով եւ վերադառնալով մարդկային արմատների, թե կցանկանանք բռնել հակառակ ուժի կողմը։ Ընտրությունը մերն է, կարծում եմ ավելի կարևոր է նման բաներից խոսել, քան խոսել թե տվյալ անձնավորությունից, թե խոսել Լեոնարդոյի որոշակի կոդերից,
որովհետև դրանք բաներ են, հարցերի պատասխաններ են, նույնիսկ Ադամ և Եվայի պտուղ ուտելու արդյունքը պատասխաններ են, որոնք ավելի առաջնային, ամեն մեկը յուրօրինակ և անհատական մոտեցումներով պետք է փորձի առաջին հերթին կարդա, եթե խոսքը գնում է գրվածքների մասին, որ բոլորի տներում կա դրած, փորձի ուշադիր կարդալ, նշումներ անել, և եթե կարիք կլինի, նոր անհատապես բոլորն էլ ձևերը գիտեն, հեռախոսահամարները գիտեն, կարող են զանգել, հարցերը ուղղել և եթե կկարողանանք օգտակար կլինեն, բայց Այո, մեր գործունեությունը հենց դրան էլ ուղղված է, բերել մարդու ճանաչողություն։ Այդպես շատ ավելի կարևոր է այդ գիտակցումը, նաև ոչ թե տխրենք, այդ ամենի կողքին նաև հասկանանք, որ կա այդ նմանատիպ ուրախալի լուրեր, որ եթե կա պայքար, ուրեմն մենք դեռ ողջ ենք, ասել ուզեմ մարդու տեսակը դեռ կա այս աշխարհում, որի համար հենց գնում է պայքար։ Այո, իրենք իբր թե մեզ արթնացնելով, բայց իրենք հենց արթուն մարդուց են վախենում։ Ամենահեքիաթների մեջ ամենավտանգավոր դևը համարվում է սպիտակ դևը, շատ հեքիաթներում իհարկե, ոչ բոլորում։ Սպիտակ դևը, որովհետև խորհրդանիշն է լուսավորի, սպիտակը, լույսի խորհրդանիշ է, բայց սպիտակ դևը հենց լույսի խորհրդանշող գույնով է հանդես գալիս և հեքիաթի շատ հերոս տղաներ խաբվելով որպես հարազատի բարեկամի զոհ են գնում տվյալ դևին։ Միայն հեքիաթի գլխավոր հերոսն է, որ ընկալելով, տեսնելով, որ թաքնված է այդ գույնի հետևը դև, պայքարում, կռում և հաղթում է։ Այնպես որ շատ շատերը մեզ որպես հարազատ, որպես օգտակար դաշտի Սրտակից են մոտենում որպես սրտակից, որպես սրտակից կներկայանան, բայց պետք է տեսնել, աշկ ունենալ տեսնելու համար, ականջ ունենալ լսելու համար և ոչ թե ընդդիմանալ այդ ամենին, ուղղակի լինել պարզ, մաքուր մարդ և քրիստոսական սիրով արձագանքել ամեն ինչին։ և լինել ինքնաճանաչ, ճանաչել այդ բոլորը ու Ասում չտրվել մերն ընտրությունը, ինչպես ասվեց, մենք որ ուժին ենք սնունդ տալիս, որն ենք ուզում, որ էներգիան ենք ուզում փոխանցենք մեր սերնդին։ Հիմա մեր փորը կուշտ լինի, հետո մեր երեխան ինչ ուզում է լինի, այդ գաղափարով ենք ապրում, թե պատրաստ լինենք պայքարի, որ մեր երեխային հաղթած երկիր կամ ապագա կտակենք։ Սրանց մասին է խոսքը։ Համամիտ եմ, այո, դու նաև ճիշտ ասեցիր, որ դարերի վեր հենց գիտակ մարդու, խելացի մարդուն են կոտորել և նմանատիպ գիտելիքներն են ավերել, իդեմս նաև հենց լուսավորիչի, որին պետք է երևի հենց այդ քո ասած սպիտակ դևն է, որ տենց երևի լույս էր տվել մարդկանց աշխարհին, բայց արանքում չտեսան։ Ով է համենայն դեպս առանց դատելու իրեն ինքը իր գործն արել, բայց դա էլ իր օգտակար կողմեր ունեցավ, որ մենք սկսեցինք ավելի ինքնաճանաչ դառնալ եւ հասկանալ այսօր ով է։ Շնորհակալ եմ եղբայր հարցերին անդրադառնալու համար եւ քանի որ նաեւ նախատոնական է կարծես թե այս եթերը արժևում նոր տարի է, շատ հետաքրքիր կլներ իմանալ ինչպես դիմավորել ամանորը, ինչպես կարելի է դիմավորել նոր տարին։ Հարցնողներ եղել են, դրա համար էլ ցանկացա անդրադառնալ այս հարցին եւս։ Հա, սա տարեվերջյան հանդիպում համարենք եւ Այո, ամանորյա եւ ուրախ տոներ մաղթենք մեր դիտորդներին, հետևորդներին ու մի փոքրիկ խորհուրդ ինչպես դիմավորել, ինչպես ճիշտ դիմավորել նոր տարին ամանորը։ լավ։ Ընդունված կարգի համաձայն։ Կրկնվեմ, որ ինքս խորհուրդ տալու կողմնակից չեմ, ընդամենը փորձում եմ մեկնել իմ տեսանկյունները, իսկ լսողները կցանկանան, թող
վերանային, իրենց միջով հասկացնեն, նոր եթե ճիշտ կգտնեն, կատարեն, եթե չէ, իրանց կորսնա։ Ինչ վերաբերում է ամանորին, նախ հայկական տոմարով ամանորը ամենևին կապ չունի մեր հիմիկվան նոր տարվա հետ։ Այժմյան նոր տարի կոչվող տոնը կապ չունի մեր ավանդական նոր տարվա հետ, ինչպես գիտենք, հայկական ավանդական նոր տարին այլ ժամանակում է գտնվում, այլ ամսում է գտնվում, բայց քանզի շատ տարիներ արդեն ամբողջ աշխարհով կարելի ասել դեկտեմբերի 31-ին նշում ենք նոր տարին, որպես ամանորյա տոն, եւ ընդունում ենք, որ դեկտեմբերի 31-ով է փոխվում տարին, կա մի իմաստուն խոսք, որ ասում է մի բան 1000 անգամ ասես, դա կիրականանա, այդ էներգիաները որոշ առումով տեղափոխվել են հենց այդ օրը, իսկ ինչ վերաբերում է ինչպես նշել, եթե իմ տեսանկյունը ասեմ, ոչ այնպես, ոնց որին սովոր ենք նշելու։ Ինքս շատ սիրելով եւ շատ կարեւորություն տվող լինելով մեր պապական խոսքերին, կցանկանա հիշել հենց այդ խոսքերից մեկը, որ ասում է ինչպես դիմավորես նոր տարին, այնպես կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում։ Հիմա արի մի պա դիտարկենք, թե մենք ոնց ենք սկսում եւ ամբողջ տարվա ընթացքում հայ ժողովրդի մասով վերցնենք, ոնց է անցնում մեր կյանքը։ Մենք տարին սկսում ենք մեծ ծախսերով, ամբողջ տարվա կարելի ասած աշխատանքի մի որոշ հետ գցած գումար, ինչ որ կա, ինչն էլ պակասում է, վարկերի տեսքով, պարտք ու պահանջի տեսքով վերցնելով, սկսում ենք մի մեծ ծախսերի մեջ խրվել, այս բառով պետք է ներկայացնեմ, ընդհանրապես նրա համար, որ մի 2-3 օր շատ կուշտ պետք է ուտենք, հետո սկսենք ամբողջ տարի մտածել, թե այդ պարտքի տակից ոնց այո, ամբողջ տարին մտածենք, ինչպես պետք է պարտքից դուրս գանք, բայց դա չայրած լավագույնն է, որովհետև տարին մենք սկսում ենք արդեն պարտքեր ունենալով կամ դատարկ գրպաններով։ Առհասարակ մի ժամանակ խոսում էինք մեր հանդիպումներից մեկում, որ ցանկացած բան, ինչ սկսում է, ցանկացած սկիզբ շատ կարևոր է 40 պահել։ Մենք տարվա առաջի 40 օրը ոնց անցկացրեցինք, շարունակում է նման ձևով։ Դա վստահաբար եմ ասում։ Բայց եթե մենք սկսում ենք արդեն պարտքեր կուտակած կամ դատարկ գրպանով մտնել նոր տարվա շեմ, դա լինում է պատճառը այն բանի, որ ամբողջ տարվա ընթացքում գիշեր-ցերեկ աշխատելով մեր գրպանները մնում է դատարկ։ Եվ գեներացվում այդ նեգատիվ էներգիան։ Այո, մենք սկսում ենք տարին միակ բանը իբրև շակերտների մեջ ասած իբրև որ մեզ օգտակար է լինում, դա ինչ որ շատ ուտելու գաղափարն է։ Այսինքն ամբողջ տարվա ընթացքում մենք նորից ամեն րոպե աշխատում ենք եւ ողջ գաղափարը մեր աշխատանքի ուտելու եւ կշտանալու մասին է։ Այլ բան, այլ հարց կարելի ասել չենք լուծում։ Նույնիսկ եթե գնում ենք ինչ-որ միտեղ հանգստանալու, մեր առաջին նպատակը նա է լինում, որ կգնանք այնտեղ լավ կուշտ կուտենք։ Չեմ հասկանում, մարդու ընթանալիք ճանապարհ գաղափար դա ուտելն է միայն, կարծում եմ ոչ։ Եվ մի շատ կարևոր բան է պետք գիտակցել, որ նախ առաջին հերթին դա պահքային շրջան է, ստեղից հետևություն պետք է որոշ առումով զգուշ մոտենալ կերակրացանկին, բացի դա մարդը ամեն առավոտ ստանալով էներգիա, այդ էներգիան պետք է թե իր մարմնի պահպանման եւ գիտակցության արթնացման համար ծախսի, բայց եթե մարդ ուտում է շատ եւ ուտում է ոչ սոված ժամանակ, մանավանդ ամանորյա մի քանի օրը անդադ այդ ուտելու գործողության մեջ է, իր մարմնի 70-ից 80% էներգիան ուղղում է ստամոքսային համակարգին,
Եվ այդ process-ը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում, ոնց տարին սկսում ենք, այնպես է շարունակվում է։ Ստեղից հետևություն դա է պատճառներից մեկը նաև, որ առավոտ ամբողջ տարվա ընթացքում արթնանում են արդեն հոգնած, էներգիան կորցրած եւ ապրում ենք, չգիտենք որպես ինչ։ Ամանորը շատ կարևոր տոնակատարություն է, եթե ճիշտ ենք նշում։ Եթե գիտակցում ենք, որ առաջնային տեղը պետք է չդնենք ուտելու վրա, նախ պետք է գիտակցենք ինչի համար ենք այդքան առևտուր անում։ Գաղափարը նա է, որ ամբողջ տարվա ընթացքում տունը չենք լինում, հարազատներին չենք տեսնում եւ դա հազիվ առիթ է, որ իրար պետք է տեսնենք եւ որպես հյուրասիրություն ինչ որ մի բան պետք է մարդկանց հյուրասիրենք, որտեղ մենք հյուրասեր ազգ ենք։ Պատկանները մի տարվա մեջ են մեկ Մենք հյուրասեր ազգ ենք, բայց այդ հյուրասիրության գաղափարը վերածվեց մոդայից հետ չընկնելու գաղափարի։ Այսինքն, եթե հարևանի կամ բարեկամի տունը կա նմանատիպ ուտեստ, ինչու իմ տանը չլինի։ Ուտելը դառա բրենդ, այլ ոչ թե Եվ սիրով մի եւ բան հաճույքով չենք գիտակցում, ցանկացած կերակուր 40 րոպե հետո սկսում է փտեսման process-ը իր ներսում։ Իհարկե կարելի է 1 օր պահել սառնարանի տարածքում, բայց ոչ ավել։ Բայց ինչ է կատարվում ամանորյա ընթացքում, որի արդյունքը լինում է հիվանդանոցներում տեղ չլինելը թունավորումների պատճառով եւ առհասարակ կարելի ասել բոլորն են թունավորվում, ուղղակի շատերն մի քիչ ավելի ամրակազմ լինելով չեն զգում եւ չեն դիմում բժշկի, բայց ծանրացած լինելը եւս թունավորման process է։ Չխոսեմ խմիչքների ու կերակուրների խառնվելու այդ ամբողջ process-ի մասին։ անորակ սնունդներ, անորակ խմիչքներ, Եթե դե կներես Սևակ ջան, այն ուտելիքների 90%-ը, որը օգտագործվում է թե ամանորին, թե մեր կյանքում, նույնիսկ սնունդ ասելը դա վիրավորական է։ դա ուտելիք է, սնունդ չէ։ Հա, բացի դա կերակուրը ընդհանրապես 2 կերակուրից ավել չի կարելի խառնել իրար ուտելու ընթացքում։ Իսկ մենք մեր ընտանիքներում ինչ է կատարվում, մենք բոլորս լավ գիտենք։ Եվ այդ ամենը եւս մի կտակի ձև է, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Եթե մենք գիտակցում ենք, որ դա լավ չի, ինչու չփոխենք մեր մտածողությունը, մեր մոտեցումը, որպեսզի մեր ընտանիքներում մեր երեխաներն էլ վաղը միսօր չփորձեն կրկնել այն նույն սխալները եւ դառնալ վատառողջ, ինչպես մենք։ Եթե չենք գիտակցում կամ գիտակցում ենք, բայց չենք ուզում դուրս գանք այդ ստանդարտ կրկնվող վիճակից, այդ դեպքում պետք չի քարկոծել որևէ մեկին, որովհետև սխալը մեր ներսում է։ Ահա նոր տարվա բերած թե բարիքները, թե վտանգները, ավելի շատ խոսացինք վտանգների մասին, քիչ խոսեցինք բարիքի մասին խոսքը հենց նա էր, որ ինչպես կսկսենք տարին, այնպես էլ կշարունակվի։ Իսկ տարին պետք է սկսել առաջին հերթին նվերներ տալով, ինչպես բոլորս սիրում ենք ստանալ եւ փոխանցել։ Կարելի է ծախսերը տրամադրել հենց նվերներին, ուրախություն պարգևելով։ Եթե մեկին նեղացրել ենք տարվա ընթացքում, ներողություն խնդրելով եւ վերստին հարազատությունը վերականգնելով, անկախ նրանից դա քաղաքական դաշտի շրջանակներում է եղել, թե անձնական, թե ինչ։ Եթե սկսում ենք տարին մեզ զսպելու շնորհիվ, օրինակ ծխող մարդը փորձում է ծխելը թարգել, հա, հրաշալի մի տարի կսկսի իր համար եւ մեծ անակնկալ կանի իր ընտանիքի անդամներին։ Եթե մարդ ունի որոշակի սովորություններ, որ իրան ճնշող է եւ չի կարողանում ձերբազատվի, թող փորձի ձերբազատվել եւ նոր տարին մտնի նոր ձևով եւ ամեն ինչ անի, որ այդ տարին լցված լինի այդ հաղթանակով
այդ ամենին պետք է ուշադրություն դարձնենք, ոչ թե առաջնային, թե ինչ ուտենք, որ հետ չընկնենք դիմացինից, ինչ ահռելի ծախսեր անենք, չնայած որ ամբողջ տարին մեր դիմացն է եւ չենք հասկանում, թե ոնց ենք վերջում այդ գումարների պարտքերը տալու։ Այո, հարկավոր չի մրցակցության մեջ մտնել, այլ եթե սրտանց ես ուզում անել, արա, բայց եթե մրցակցության մեջ ես, Մրցակցությունը հրաշալի բան է, մրցակցությունը եթե հենց այն ուղղությունների հետ է կապված, որ օրինակ հարևանի ամուսինը կամ ընկերը իր որոշակի սովորություններից հեռացել է, ինքս մրցակցության մտնեմ եւ ինքս էլ թողեմ իմ սովորությունները, Եթե շատ կողմից առողջ է, կլինի։ իսկ եթե քո այն մյուս կողմից Բայց ընկերուհուն բայց ունի եթե սնկի հետ մնա դրա մասին։ բայց երբ ուզում եմ մրցակցության մտնել, որ ինչքան շատ է կարողանում խմել, ուտել, ես իրանից շատ փորձեմ թունավորվել, դա այդքան էլ առողջ չի։ Վերջը ընդհանրապես մարդ պետք է ուտի այն ժամանակ, երբ շատ սոված է, եւ միայն այդ ժամանակ է, որ կարողանում է նորմալ մարսել։ Հակառակ դեպքում այդ օրգանիզմը ամբողջ էներգիան ուղղում է դեպի աղիստամոքսային համակարգ։ Հետո սկսում ենք բողոքել։ Այդ ժամանակ ոչ գիտակցություն է նորմալ արթնանում կամ արթուն լինում, ոչ օրգանիզմը։ Եվ շատերը կհիշեն, որ օրինակ մեր շատ հայտնի հայկական խաշը ուտելուց հետո մարդու քունը տանում է։ Ինչու է տանում, որովհետև նախ շատ ծանր կերակուր է, երկրորդն էլ ամբողջ էներգիան գնում է ծանրության պատճառով մարսելու վրա։ Եվ ընդհանրապես շատ կերած մարդը կարիք է զգում քնի, որովհետև մարմնի վրա Ծալինու իջնում է ներքև։ ամբողջ էներգիան գնում է աղիքաստամոքսային համակարգի, որպեսզի կարողանա մարսի, եւ ամբողջ օրգանիզմը թուլանում է, որտեղ էներգիա չկա մեջը, եւ սկսում է քնել։ Հիրիք չի, մեր ողջ կյանքը քնած ենք ապրում, Մի հատ էլ հենց քնի։ մի մեծ մասն էլ մեր ворկրամանության շնորհիվ ելի չենք կարողանում ոտի վրա կանգնել եւ նորից ձգտում ենք քնելուն։ Հետո բողոքում ենք, թե ինչու է աշխարհը այս տեսքը ունի։ Սա էլ ամանորյա տոների հետ կապված Ամփոփիչ մեր հաղորդումը։ Շնորհակալ եմ եղբայր, դե ինչ այսքանով հենց ամփոփենք մեր հաղորդումը եւ մաղթենք մեր դիտորդներին ուրախ, բարի, դրական, կառուցողական նոր տարի, թող տարին իսկապես իր հետ բերի լույս, սեր, ջերմություն եւ այն բոլոր բարիքները, որ միշտ մարդկությունը փնտրել է, սպասել է կամ որոնել է եւ ցանկացել ունենալ, թող այս տարի այդ լեցունությունը իրենք զգան ամենայն իրենց համար դրական նպաստավոր կերպով։ Ինձ ու քեզ էլ ուրախ նոր տարի Դավիթ ջան, թող տարին բարով գա, շնորհավոր լինի բոլորիս ամանորը։ Ինքս կփորձեմ, եթե թույլ կտաս, իմ մաղթանքը ուղղել հետևորդներին, մաղթում եմ, որ այս եկող տարին անպայման իր հետ լույս ու գիտակցություն բերի բոլորին եւ ամեն մարդ, ամեն անհատ շուրջը փնտրելու եւ որևէ մի կողքից ինչ որ ուժ սпасելու փոխարեն իր ներսում փորձի այդ ուժը գտնի եւ կարող լինի ճանաչելու իր ներսը, որից հետո նոր կգտնի գանձերը դրսում։ Մաղթանքս կլինի հենց նա, որ ամեն փնտրող ինքը կարող լինի վերածվի լույսի, որը կլուսավորի ցանկացած մթություն։ Այնպես որ թող լուսավոր տարի գա, շնորհակալ եմ, հուսամ կհանդիպենք։ Ողջ համտություն, հզոր կամք եւ պայծառ բոլորիս։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, բարեմաղթանքների համար։ Ի սրտե թող որ այն ի կատար ասվի։ Ինչ որ մաղթեցինք ողջ մոլորակի մարդկությանը, բոլորին, ի սրտե թող որ լինի։ Թող արարչական էներգիան անպակաս լինի։ Համամիտն։ Ուրախ տարի բոլորիս եւ մինչ հանդիպում։